Ուրախ բարի լույս։ Այսօր խոսելու ենք top-down անալիզի վերաբերյալ, բացատրել եմ, թե ինչի համար է շատ կարևոր top-down անալիզ անելը, top-down նշանակում է վերևից ներքև անալիզ անելը, որպեսզի կարողանաս դու հստակ հասկանաս, թե շուկայում որտեղ ես գտնվում։ Ու առաջի ու ամենակարևոր բանն այն է, որ պետք է մենք մտնենք ամսական գրաֆիկան, հասկանանք ի վերջո, թե ինչա կատարվում, որտեղ ենք պլյուս-մինուս։ Իհարկե ամսեկանով բացարձակ ոչինչ չենք անելու, բայց առնվազն մեզ պետք է հասկանալ զոնաներ, մակարդակներ եւ այլն։ Ու եթե իմ վիդեոներին հետևել եք, ես բազմիցս ասել եմ, որ այն պահին, երբ որ 60,000 իջավ ու վախի մթնոլորտը 5 միավոր էր, որը շատ ցածր էր, ես ասացի, որ վախենալու բան չկա, որովհետեւ իսկապես մենք գտնվում ենք դիման զոնայում։ Եթե դիման զոնան չգիտեք ինչ է, High Trading-ում կարող եք գտնել։ Այստեղ դիման զոնայում են գտնվում ու ինքը բարձրանալու է։ Միգուցե կարող է մի փոքր իջնի ներքև, բայց ի վերջո բարձրանալու հակում ունի, հենց որ այս զոնայում մենք հասկանում ենք, որ բարձրացող է, որից հետո գալիս ենք շաբաթական արդեն գրաֆիկական պատկերը, շաբաթական գրաֆիկական պատկերն էլ սա է, տեսնում ենք, որ մի ցելի ամիս պլյուս-մինուս ռեյնջի մեջ է եղել, այսինքն այս մոմը որ կա, այս մոմի սահմաններում է եղել, միջև հիմա էլ դեռևս մնացել է, բայց եթե այս մոմից աճ ենք անում, տեսնում ենք ինչ, որ այստեղ մենք ունեցել ենք որոշ հետաքրքիր ուրեմն մոմի կառուցվածքներ, որոնք են օրինակ, ենթադրենք այս մեկը, okay? Այս մեկը ինչ է, որ այստեղ եկել է CRT արել, ու այս CRT-ն մեզ միանշանակ հուշում է, որ դեպի վերև պետք է բարձրանա, որովհետև այս զոնան մաքրել է, մաքրելուն պես այստեղ մենք կարող ենք նույնպես այս սենց անել ու այս մինիմալ տրամաբանությամբ այստեղից $68,000 սահմաններից կարելի էր դիտարկել ARK։ Հետո, եթե մենք գլոբալ ենք նայում, հա, բայց այստեղ մեզ ինչ է պետք է հասկանալ, պետք է հասկանալ շաբաթական մոմերը ոնց են փակել։ Հիմա այս մոմը ոնց է փակել, իրականում անհասկանալի էր, բայց նախորդ շաբաթվա մոմը ակնհայտ ցույց էր տալիս, որ ուժ է հավաքել դեպի վերև, հետևաբար այս շաբաթ դու ավելի շատ դեպի վերև պետք է դիտարկեիր, քան ներքև, okay? Հետո գալիս ենք օրական գրաֆիկան արդեն եւս մեզ հուշում է ինչ, որ սա CRT-ն էր, ու այս CRT-ի հետ միասին մենք այստեղ ունեինք շատ գեղեցիկ shift, այստեղ 0.5%-ում այս զոնայում մենք հնարավորություն ունեինք, եթե խմբի անդամ եք, վստահ կարող եք դիտարկել, որ այո, այստեղ մենք ունեցել ենք, ինչպես որ ասել էի, մեր market structure-ի տրամաբանությունը, որ բարձրանալու էր այս զոնայից վերև, եւ երբ որ օրական գրաֆիկան ենք դիտարկում ենք նաեւ սա այս զոնան, լավ զոնա է, թե վատ զոնա է, այս զոնայից մենք ակնկալում ենք, որ առնվազն կարող է հասնի այստեղ, նույնիսկ այս պարագայում կարող ենք դիտարկել, որ նույնիսկ այստեղ կարող է բարձրանալ։ Հետո ինչ ենք շարունակում տեսնել, օրինակ եթե գալիս ենք այստեղ, տեսնում ենք ինչ, որ մի հատ էլ IS մոմը այստեղից հետո փակել է bias-ը նշանակում է շարունակություն է նշանակում ու տեսնում ենք, որ այս կետից սկսած, այստեղից սկսած շուկան շարունակել է վերև բարձրանալ, okay? Եթե սա մեզ հերիք չի, նաև այստեղ տարբեր տեղերում super engulfing-ի տրամաբանություն նույնպես ունենք, որը որ մեզ նույնպես օգնում է հասկանալ, թե որ ուղղությամբ կարա գնա։ Super engulfing-ի դեպքում այստեղ մի հատ ակնհայտ տեսնում եմ դեպի վերև բարձրացող ու պարտադիր կոնտեքստի հետ պետք է մենք դիտարկենք այս ամենը, այսինքն վերև բարձրացողը այդ դեպքում վերև դիտարկենք, այստեղ տեսնում ենք, որ մեծ շատ գեղեցիկ մոմ ունենք, որը որ մաքրել է նախորդ մոմի ներքևի հատվածը ու որից հետո փակել է ավելի վերև, հուշելով մեզ ինչ, վերև բարձրանալ։ Հիմա տեսեք, մենք հասել ենք մի զոնա, որտեղ որ նաև բացի այն, որ մեր թարգետը այս զոնան է, այստեղ է, մենք պետք է հասկանանք ինչ կարա անի, ինչ կարա տեղի ունենա ու այստեղ այս զոնան նաև մեր ինչն է break of structure, մեր boss հատվածն է ու երբ որ մենք ունենում ենք սա, ունենում ենք նաև հնարավորություն, որպեսզի այսենց Fibonacci քաշենք ներքևից վերև ու հասկանանք մեր golden zone-ան որ հատվածում է, որը որ հուշում է ինչ, որ այս զոնայում հետաքրքիր
պոտենցիալ կարա լինի, որ գինը գա հասնի այստեղից, այսինքն սենց պատկեր լինի, okay, դեպի վերև։ Հիմա այս զոնայում մենք պետքա դիտարկենք ինչ դեպի վերև գործարք, օրինակ սենց մի բան, ստոպերը երևի այս սենց, այդ պահին կհասկանանք իհարկե ստոպերը որտեղ է, կախված թե գինը ոնց է տատանվում եւ այլն։ Ժող, մի փոքր ընդմիջում, որտեղ որ ուզում եմ ձեզ ներկայացնեմ high trading-ի դասընթացների վերաբերյալ, որտեղ որ անվճար դասընթացներն են, ինչպես նաև վճարովի։ Եթե պրոֆեսիոնալ դասընթաց եք ցանկանում, ապա 270,000 դրամանոց դասընթաց ունենք, 1 տարվա արժեքն է, 1 տարի շարունակ մուտք եք ունենալու դասընթացներին, որտեղ որ խոսում ենք ամենապրիմիտիվ բանից մինչև ամենախորացված կոնցեպտները ու դասընթացը ձեռք բերելու հետ մեկտեղ դուք իսկապես հասկանալու եք շուկայի տրամաբանությունը, թե ինչպես է վերև բարձրանում իջնում smart money կոնցեպտներ եւ այլն։ Եթե այս ամենը ձեզ հետաքրքիր է, hiketrading.am կայքում կարող եք ամբողջ ինֆորմացիան տեսնել։ Եկեք շարունակենք վիդեոն։ Հիմա այս ամենը հասկացանք, մեզ պարզա, որ դեպի վերև է շուկան, բայց միևնույն ժամանակ մեզ պարզա, որ ինքը արդեն հասել է մի կետի, այսինքն այստեղ, որտեղ որ ուզում է շունչ քաշի, երկու պարզ պատճառով, առաջինը, որովհետև այստեղ լիկվիդացիոն զոնա կար, եկել մաքրել է, երկրորդը, որ այստեղ ունենք դեռևս order block մեծ, որը որ կարա ճնշի դեպի ներքև ու փաստացի ճնշում է դեպի ներքև, քանի որ եկեք սա մաքրեմ, քանի որ մենք ունենք IS մոմի ձևաչափ, այս մոմի ձևաչափը շատ հետաքրքիր է, որովհետև ինքը ինչ արել, նախորդ մոմի լիկվիդացիան մաքրել է, որից հետո ինքը փակել է ռեյնջի մեջ, այսինքն նախորդ մոմի մարմնի սահմաններում է փակել, okay, այսենց փակել է, հետևաբար եկել մաքրել է, փակել է, հիմա մեզ ինչ է մնում, որ ինքը գա մի հատ տեստավորի վերևի զոնաները, որից հետո շարունակի արդեն ներքև իջնել։ Հետևաբար օրականով արդեն հասկանում ենք այս ամենը, գնում ենք առաջ 4 ժամ միգուցե, նայենք տեսնենք 4 ժամանոց գրաֆիկան մեզ ինչա հուշում ցույց տալիս, դեռևս բան չենք տեսնում, միակ բանը, որ այստեղ տեսնում ենք այն է, որ մենք այստեղ կարող ենք մեծ ու հետաքրքիր պոտենցիալ shift ունենանք, սա ինչ է նշանակում, որ եթե շուկան իջավ այստեղ փակեց, բարձրացավ մոտարապես այս զոնան, այստեղից հավանականությունը գրեթե 90% է, որ գինը իջնելու է։ Ինչի համար, որովհետև market structure shift ենք ունենում այստեղ, չոչ ենք ունենում, լիքը նրբություններ փոքր գրաֆիկական պատկերով, okay? Ժամանոցով արդեն կարող ենք դիտարկել ինչ, որ եթե այս ամենը մաքրենք, այստեղից, այստեղ, մեզ հնարավորություն է արդեն իսկ ընձեռնվել, որ այստեղ այս 0.5 զոնայում մենք short բացեինք այս fair value gap-ի զոնայում ու այստեղից նույնպես պոտենցիալ կար, որ մենք target անեինք մեկը միգուցե 3-ի, միգուցե ինչ-որ x մոտավորապես, այսենց մի բան, 3 ու 8-ի։ Ինչի համար այստեղ, որովհետև այստեղ նույնպես order block ունենք, որը որ բավականին ռեալ է, որ կարա գա այստեղ հասնի, մի փոքր բարձրանա վերև, նոր գա այս order block-ը ջարդի ու նաև կուտակի լիքը ստոպեր է այս զոնայում։ Ու իրան ինչա պետք գալու այստեղ, որ ստոպեր լինի, կուտակվի, որ գա վերցնի այս ստոպերը, նոր եթե ուզենա վերև բարձրանա կամ շարունակի հավաքել մնացած ստոպերը լիկվիդացիոն զոնաները։ Իհարկե սա մասին ավելի մանրամասն դասընթացի մեջ խոսում ենք, բայց այստեղ կարևոր ու ամենահետաքրքիր գաղափարն այն է, որ երբ որ մեծ գրաֆիկականից իջնում ենք փոքր գրաֆիկական պատկեր, մեզ մոտ միանշանակ ավելի հեշտ է տրվում հասկանալ շուկայի ուղղությունը, որովհետև եթե մենք մեծ գրաֆիկայի ուղղությունը, այսպես ասած, կոնտեքստը, bias-ը չունենք, փոքր գրաֆիկական պատկերում ընդհանրապես բան չենք կարող անել, okay? Հենց որ այսքանն էր, հուսով եմ հետաքրքիր էր, պարտադիր նայեք մեծ գրաֆիկան, հետո նոր փոքր գրաֆիկայով թրեյդերը կազմակերպեք։ Կհանդիպենք հաջորդին, հաջողություն։